Հայաստանի իշխանականների համար բանակում ծառայելը ոչ թե պատիվ է, այլ պատիժ։ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանոթագիր են ստացել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 4 հոգևորական, որոնք Հայաստան են եկել ընտրություններին մասնակցելու, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար։ Ծանոթվել ենք, գնացել ենք վաենկոմատ, ասել են, որ պետքա գնանք այդ հավաքներին, վարժանքներին։ Տեր Արսենին, Տեր Երեմիային, Տեր Դանիելին ու Տեր Առաքելին արգելել են դուրս գալ Հայաստանից իրենց հոգևոր ծառայությունը շարունակելու։ Ես ինքս քահանա լինելով եւ բանակում եմ ծառայել, եւ ասենք 44 սրային կամավոր եմ մասնակցել, բայց ասենք այն մոտեցումը, որ ասենք մեր գործադիրը ունի, այսինքն Ռուսաստանից եկած ասենք մարդկանց ահաբեկելով, որ վարժական հավաքների ձեզ կտանեմ, եկեք հայրենիք եւ ձեր քաղաքացիական մի պարտքը մի կատարեք, դա լուրջ չէ։ Եկեղեցականները կասկած չունեն վարժական հավաքների ուղարկելով իշխանությունն ուզում է պատժել քահանաներին Ռուսաստանից գալու ու ընտրություններին մասնակցելու համար։ Բայց էլ չգիտեն, որ բանակում ծառայելը հոգևորականների համար ոչ թե պատիժ է, այլ պատիվ, վստահեցնում է Տեր Վրդանեսը։ Մեր վարչապետի, ասենք, որ բանակում չի ծառայել, կամ պաշտպանության նախարարի, որ ասենք բանակում ծառայության ժամանակ ասենք ոչ կանոնադրական հարաբերություններ ունեցել իր սպայի հետ, իրենց համար վարժական հավաքները որպես պատժի ձև են։ Սա իմ համար դատապարտելի է։ Փառք Աստծո կրծեր որդիս հիմա բանակում ծառայում է, մոտորերս ավակ որդիս բանակ կգնա։ Մեր համար բանակում ծառայելը պատիվ է, իսկ ինչ-որ մեկը, որ ասենք մանր ու ճղճիմա եւ մտածում է, որ քահանաներին իրանց հայրենիք գալու եւ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու ճանապարհին կարա խոչընդոտի իզուտ այն բանով, որ իրենց հավաքի կկանչեն, մենք դրա խնդիրը չունենք, սիրով կգնանք, կմասնակցենք։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը Հայլուրի հետ զրույցում ասաց, որ ծանոթագրեր ստացած քահանաները չեն էլ փորձել օդանավակայան գնալ Ռուսաստան մեկնելու համար։ Ծանոթագրերը ստանալուց հետո նրանք անմիջապես ներկայացել են զինկոմիսարիատ։ Գնալու ենք, իհարկե։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանը դեռ ընտրություններից առաջ էր հայտարարել, որ Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Հաջորդ առավոտյան տարածվեցին լուրեր, որ ռազմական ոստիկանության ծառայողները 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս սահմանային անցակետը հատող այն տղամարդկանց, որոնք լրագրողների հետ զրույցներում չեն թաքցրել, որ իրենց ձայնը Նիկոլ Փաշինյանին չեն տալու։ Օդանավակայանում այսպես ռազմական հերթապահում էր, Ռուսաստանից եկող տղամարդկանց մոտենում էին, բաղում էր կաճակցում, եթե ասենք օրինակ Նիկոլ Փաշինյանին լավ եք անում, էլի, եթե ասենք ընդդիմության եք այցելում ահազեր վարժական հավաքների մասնակցելու հայտը։ Ինչու են վարժական հավաքներին մասնակցելու ծանոթագրեր ստանում Ռուսաստանից ժամանած հոգևորականները, գուցե որովհետև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր առաջնորդը Տեր Եզրաս arczepiskopos Nersisyan-ը վեհափառ հայրապետի եղբայրն է։ Լիլիթ Գասպարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։